Տավուշի մարզում սահմանազատման հետ կապված այս պահին որևէ գործընթաց չկա։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ մարզի Կիրանց համայնքից արտագաղթ չկա։ Գյուղում նոր տներ են կառուցվում։ Հարցին Տավուշում ինչ տարածքների մասին են խոսում իշխող ուժի ներկայացուցիչները, երբ ասում են հայկական զինուժն ադրբեջանական տարածքներ է վերահսկում, Հայկ Ղալումյանը պատասխանել է, այդ հարցում որևէ գաղտնիք չկա։ Ոսկեպարի, Բերքաբերի հատվածում նման տարածքներ կան։ Արցախից բռնի տեղահանված 3250 ընտանիք արդեն տան հավաստագիր է ստացել, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող Գայանե Ղարագյոսյանը։ 2954 ընտանիք այդ հավաստագրերը ստացել է անշարժ գույքի ձեռքբերման, 102-ը անհատական տան կառուցման, իսկ 191-ը գործող պետական վարկի մարման աջակցության բաղադրիչներով։ Այս պահին առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ 270 ընտանիք իրացրել է իր հավաստագիրը։ Հաջորդ տեղում Երևանն է, հետո Արմավիրն ու Լորին։ Սյունիքի մարզում 70 շահառու կա, Գեղարքունիքում 52։ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այսօր դիմել է դադարեցնելու ավականու անդամի իր լիազորությունները։ Քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում նա նշել է հեռանում է ավականուց, բայց չի հեռանում Մասիսից։ Համբարձումյանը նաև հայտարարել է, որ բանտախցում է անթաքույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Հոկտեմբերի 28-ին Զվարթնոց օդանավակայանում կալանավորվեց։ Գեներալ-մայոր Հայկ Բաբայանն առաջիկա օրերին նշանակվելու է ոստիկանության գվարդիայի հրամանատար, ֆակտ-ՏՌ-ին հայտնել է ՔՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Մինչ այդ Բաբայանը նախագահի հրամանագրով ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Երևանի քաղաքապետարանը բջջային հավելված է պատվիրել, որը կօգնի վարորդներին մայրաքաղաքի փողոցներում ազատ կայանատեղիներ գտնել։ Խորհրդարանում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հեռախոսային հավելվածով վարորդը կտեսնի, որ եթե կոնկրետ հատված հասնի 2-3 րոպեում, արդյոք ազատ կայանատեղի կլինի։ Ավինյանը հավելել է, Երևանում մեքենաների թիվը շարունակում է աճել, արդյունքում գերբեռնվածությունն ավելի լուրջ խնդիր է դառնում։ Ելքը նա համարում է հասարակական տրանսպորտի առաջնահերթությունը։ Հայաստանն արժանացել է 2025 թվականի World Travel Awards մրցանակին Եվրոպայի առաջատար մշակութային ժառանգության ուղղության 2025 անվանակարգում։ Սա հաճախ անվանում են զբոսաշրջության Օսկար։ Այս անվանակարգում ներկայացված երկրների թվում են եղել նաև Ադրբեջանը, Չեխիան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Շոտլանդիան և Իսպանիան։ ԱՄՆ-ն այս ամիս Բուդապեշտում նախատեսված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը չեղարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Վաշինգտոն ուղարկված հուշագրի պատճառով։ Նշվում է, որ Մոսկվան ուրվագծել է Ուկրաինայում հրադադարի խիստ պահանջներ լրացուցիչ տարածքների հանձնում, Ուկրաինայի զինված ուժերի զգալի կրճատում և երաշխիքներ, որ Կիևը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին։ Ըստ հրապարակման Պուտինն այս պայմաններն անվանում է ներխուժման արմատական պատճառների վերացում, մինչդեռ Թրամփն աջակցում է Ուկրաինայի կոչին անհապաղ հրադադար հաստատել ներկայիս շփման գծի երկայնքով։ Իսրայելական բանակը կրկին հարձակվել է Գազայի հատվածի վրա, հաղորդվում է 3 զոհի մասին։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը, որում Համասի զինաթափման և Գազայի հարվածից Իսրայելի զինուժի դուրսբերման հստակ ժամանակացույց չկա, հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտնելուց ի վեր պարբերաբար ընդմիջվում է հարձակումներով։ Օրերս իսրայելական հերթական հարվածի հետևանքով 104 պաղեստինցի էր զոհվել։